Հրապարակ թերթը գրում է. Խորհրդարանը շուրջ 2 տարի է չի կարողանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում քննություն տալու ժամանակ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ այդ գործընթացը միտումնավոր տապալման է տարել թեկնածուների ընտրության մրցույթային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, որը շուրջ 2 տարի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ընկերուհին է եւ չի ուզում այնպիսի մեկին աջակցել, որը կարող է ղեկավարել հանձնաժողովը եւ դուրս մղել սիրելի ընկերուհուն։ Փաստ թերթը գրում է. Նախորդային տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով արված սոցիոլոգիական հարցման տվյալները չեն հրապարակվել։ Խնդիրն այն է, որ այդ հարցման արդյունքում արձանագրվել է փաշինյանական իշխանության վարկանիշի խայտառակ վիճակ։ Շատերն են նկատել, որ ընդհանրապես վերջին շրջանում իրենք իշխանություններն են խուսափում ինչ-որ հարցումային տվյալներ հրապարակելուց։ Հրապարակը գրում է. Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել Արթիկի քրեակատարողական հիմնարկում, հսկիչների սենյակում հայտնաբերվել է լսողական սարքեր, ժուչոկներ, հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է։ Հրապարակ թերթը գրում է. Տևական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը։ Չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։ Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի խաղաղության մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։ Ժողովուրդ թերթը գրում է. Ժողովրդի օրաթերթի տեղեկությունների համաձայն Հովհաննես Թամամյանին եւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղեգնաձորի շտաբի պետին ՀՀ քննչական կոմիտեն կանչել եւ առերեսում ձևակերպել։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Մասնավորապես Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Ավելին կարդացեք Panorama.am կայքում։